Արդյունքն աչքերին Վիգեն Էուլջեքչյանի կինն է։ Լրատվամիջոցներից է իմացել, որ ամուսինը Բաքվից վերադարձող 4 հայերից մեկն է։ Ժամեր անց Լինդան արդեն Երևանում է։ Օդանավից իջել ու լրագրողներին տեսնելով հուզվել է կինը։ Շատ ուրախ եմ, ես հիմա միայն ուզում եմ տեսնել Վիգենին, երեխաները չեն հավատում, որ սա իրականություն է, շատ ուրախ են։ Օդակայանից մուրացան զինվորական հոսպիտալ։ Վիգենն առողջական խնդիրներ չունի։ Բուժզնությունից հետո նրան ուղեկցել են քննչական կոմիտե։ Երբ թույլ տան, միասին կվերադառնան Լիբանան, պատրաստվելու որդու հարսանիքին։ Ընտանիքի ընկերը Սևակ Հակոբյանն այս 5 տարվա ընթացքում ընտանիքի խնդիրների մասին բազմիցս խոսել է, որպես մեդիայի ներկայացուցիչ։ Փորձել է նաև Լիբանանից դուրս հանել այս տխուր պատմությունը։ Կինը եկած է Լիբանանեն իրեն տեսնելու 5 տարի է չեր տեսած եւ չդեսած եւ ահագի մտահոգություններով եւ այնտեղ են եկած եւ չեկած լուրերով հետեւաբար այս բահը մարդկային գեցվածքի բահ է իմ առաջարկս է բոլորին որ այս բահուն PR-ով չսպաղեն այլ տեսնել ինչպես կարելի է օգտակարել այս ընտանիքին որովհետեւ ի վերջո Վիգենը միանա իր ընտանիքին եւ իրենց ծրագիրը Լիբանան մեկնել է ամիջապես 70-ամյա Վագիվ Խաչատրյանի առաջին համալիր բուժզննումը Նորք Մանաշ բժշկական կենտրոնում էր։ Նրան տեսակցելու գնացած առողջապահության նախարարի խոսքով Խաչատրյանի վիճակը կայուն է։ Ունի քրոնիկ սրտային խնդիրներ, նախատեսվում են հավելյալ հետազոտություններ։ Պինդ լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է։ Բազմաթիվ զանգերին ու նամակներին Վագիվ Խաչատրյանի դուստրը պատասխանեց ֆեյսբուքյան գրառմամբ։ Վերա Խաչատրյանը գրել է, որ հայրիկի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նա ջերմ բարևներ է փոխանցում բոլորին։ Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան գրառմամբ է ներկայացրել ապրումները։ Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ, քանի դեռ գերության դաժան ճիրաներում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Մեկ այլ գրառմամբ Գևորգը նշել է, որ սա իր համար նոր սկիզբ է, վախն ու կասկածները մի կողմ թողնելու եւ տարբերվելուց չվախենալու գիտակցված որոշում։ Ամեն ինչ լավ է, Աստծուն փառք, Դավիթն առողջական խնդիրներ չունի։ Երեկոյան տուն եկավ։ Մի քանի բառով է ամփոփել էմոցիաները գերությունից վերադարձած Դավիթ Դավթյանի հայրը։ Տիգրան Դավթյանն ավելի վաղ ասել էր, որ որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից է տեղեկացել։ Գևորգ Սուջյանը ընկերոջ Դավիթ Դավթյանի հետ գերեվարվել էին հրադադարից հետո նոյեմբերի 11-ին Արցախ հումանիտար օգնություն տեղափոխելիս։ Նրանք երկուսն էլ Ադրբեջանում դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, որը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, գերեվարվել էր կրկին Գորիս Բերթաձոր ճանապարհին հրադադարի հաջորդ օրը։ Վագիվ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել 2023 թվականի հուլիսի 29-ին Հակարիի կամրջի մոտից։ Կարմիր խաչի ուղեկցությամբ բլոկադայի մեջ գտնվող Արցախից Հայաստան տեղափոխվելիս։ Ալա Դավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։